Խրիմյան հայրիկ։ Բարև փոքրիկ հայեր, այսօր ես ձեզ կպատմեմ հայոց կաթողիկոս Խրիմյան հայրիկի մասին։ Նա ծնվել էր Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում և սիրված ու հարգված էր բոլոր վանեցիների կողմից։ Նրա իրական անունը Մկրտիչ էր, բայց բոլորը նրան կոչում էին հայրիկ, որովհետև նա շատ հոգատար էր հայ ժողովրդի նկատմամբ։ Երեխաներ, դուք պետք է լավ սովորեք, որպեսզի կարողանաք օգտակար լինել Հայաստանին։ Ժողովրդին և եկեղեցուն մատուցած ծառայությունների համար հայրիկը նշանակվեց Պոլսի հայոց պատրիարք։ Հայրիկը իր դիրքը օգտագործում էր սուլթանի ուշադրությունը հայ ժողովրդի խնդիրների վրա հրավիրելու համար։ Հայ ժողովուրդը արժանի է արդար վերաբերմունքի և խաղաղ կյանքի իր հայրենիքում։ Ես արդար եմ իմ բոլոր հպատակների նկատմամբ և ուշադրություն կդարձնեմ նաև հայ ժողովրդի խնդիրներին։ Բայց սուլթանը խոստումները չկատարեց, չօգնեց հայերին և ստիպեց հայրիկին հեռանալ Պոլսից։ Չնայած այդ ամենին, հայրիկը չհանձնվեց և շարունակեց ծառայել հայ ժողովրդին։ Որոշ ժամանակ անց հայրիկը մեկնեց Բեռլին, ներկայացնելու հայ ժողովրդի խնդիրները եվրոպական տերություններին։ Բեռլինի ժողովում շատ խոսեցին և շատ խոստումներ հնչեցին, և հայրիկը վերադարձավ մի կարևոր ճշմարտություն հասկացած։ Բեռլինից վերադառնալուց հետո շատ մարդիկ հավաքվեցին լսելու, թե ինչ լուրեր էր բերել հայրիկը։ Ասեք հայրիկ, ինչ ասացին եվրոպացիները։ Հիմա արդյոք մեզ կպաշտպանեն։ Լավ լուրերով եք վերադարձել։ Եվրոպայում ազատությունը երկաթե շերեփով էին վերցնում, իսկ մենք գնացել էինք թղթե շերեփով։ Յուրաքանչյուր ազգ իր շերեփը մտցրեց կաթսայի մեջ ու դուրս բերեց իր ազատությունը, իսկ երբ ես մեր շերեփը մտցրի, այն հալվեց։ Իմացեք հայ մարդիկ, որ միայն զենքով կա հայոց փրկություն։ Խրիմյան հայրիկը դարձավ 125-րդ ամենայն հայոց կաթողիկոսը և իր կյանքը նվիրեց հայ ժողովրդին բարիք գործելուն։ Խրիմյան հայրիկի կյանքն ու գործունեությունը մեծ ազդեցություն ունեցան հայ ազգային ազատագրական շարժման ձևավորման վրա։ Եվ դուք փոքրիկ հայեր, հիշեք, որ հայ առաքելական եկեղեցին միշտ պահպանել է մեր հավատը, մեր լեզուն և մեր ինքնությունը։